Այս ինքնատիպ գործերի հեղինակը 15-ամյա Սամվել Պապյանն է, նա աշխարհը բոլորովին այլ ձևով է զգում, աուտիկ է։ Սամվելիկը այսօրվա դրությամբ որ նայում ենք ոնց որ հրաշք լինի, բայց ի սկզբանե այդպես չի եղել, շատ բարդ է եղել իր սկզբնական քայլերը, որովհետև ինքը չէր խոսում, մարդկանց հետ չէր շփվում, բացարձակ հայացքի չուներ կենտրոնացում ու դրանից ինքը շատ նյարդայնանում էր։ Կյանքի առաջին տարիներին իր համախտանիշը դրել են շատ ուշ, արդեն 7 տարեկան էր ինքը, երբ որ ինձ ասեցին, որ ինքը աուտիզմի համախտանիշ ունի ու Ասպերգերի համախտանիշն է, դրանով ինձ հանգստացեցին, ասեցին, որ դա բարդ համախտանիշ չի, որովհետև Սամվելիկը չէր խոսում, չէր շփվում, ինքը ուշ գնաց դպրոց, քանի որ չէր կարողանում խոսել, չէր արտահայտվում ոչ մի ձևով։ Ու երբ որ գնաց դպրոց, առաջին տարին շատ բարդ էր դպրոցում ընթացքը, ինքը ընկնում էր հատակին, գոռում էր, որ իրան սպանում են, երեխաների վրա էր գցվում ու շատ ծանր էր դպրոցում էլ ինքը առաջին աուտիզմով երեխան էր, դպրոցը չէր կարողանում հաղթահարել այդ շեմը ու ինձ առաջարկում էին երեխային վերցնել եւ դուրս գալ դպրոցից նույնիսկ, բայց աղջիկս սովորում էր այդ նույն դպրոցում, անվասայլակով էր ու ես չէի կարող, աղջիկս արդեն մի տարի ընտելացել էր այդ դպրոցին։ Այս կոմիքսները Սամվելի վառ երևակայության արդյունքն են, նա զգում է այն, ինչ մենք չենք զգում, տեսնում է այն, ինչ մենք չենք տեսնում, փորձելով արվեստի միջոցով հասցնել մարդկանց այն, ինչ իրեն չի հաջողվում անել խոսքերով։ Գիտեք ոնց, ես միշտ ասում եմ, որ դա հիվանդություն չէ, դա խնդիր չէ, դա ավելի շատ խնդիր է մեր համար, քան այն երեխաների, այն մարդկանց, ովքեր այդ խնդիրը ունեն ու որ այդ խնդիրի դեմ ոչ մի դեղորայք չկա, երբ որ ինձ ասում են, որ երեխային դեղորայք ես տվել, երեխային ինչ որ ձևով հանել ես իր կրիզիսային վիճակներից, ես կարող եմ ասել, որ ոչ մի ձևով Սամվելիկը դեղորայքներ չի ընդունել։ Ճիշտ է, երբ որ իր մոտ լինում էին կրիզիսային իրավիճակներ եւ ինքը ունենում էր տարբեր բռնկումներ, այդ թվում նաեւ նյարդայնային շատ ծանր իրավիճակներով, հարձակումներ, բղավում էր եւ այլն, ինձ առաջարկում էին տարբեր դեղեր տալ, նույնիսկ ես որպեսի հանգստացնեի շրջապատը տանում էի երեխային հոգեբուժի մոտ, հոգեբուժը դեղորայք էր դուրս գրում, բայց ես երբեք չեմ տվել երեխային դեղորայք։ Մենք միշտ արվեստի, թերապիաների միջոցով կարողացել ենք դուրս գալ այդ իրավիճակից։ Մերի Մարտիրոսյանի դուստր Սիրանուշն էլ մանկական ուղեղային կաթվածով է ծնվել։ Այժմ ամեն երեկո նա տունը լցնում է իր հիասքանչ ձայնի ելևէջներով։ Ամերիկայի ձայն, Երևան։